Դուք տևական ժամանակ ասում եք, որ Հայաստանում 2026-ի ամռանը մենք ականատես կլինենք մոլդովական սցենարի իրականացմանը։ Երեկվա հայտարարությունը եկավ փաստելու, որ դուք ճիշտ եք։ Ես ուզում եի իմանալ, ինչու իշխանությունները որոշեցին դիմել Եվրամիության աջակցությանը այն դեպքում, երբ տարբեր հարցումներով էլ ունեն ընտրողների աջակցությունը եւ իրենք էլ հայտարարում են, որ կարող են համոզիչ, ջախջախիչ հաղթանակ տանել ընտրություններում եւ որը պետքա լինի դրա հակահարվածը ընդդիմության կողմից։ Ասեմ ձեզ, ուրեմն ես մոլդովական ընտրությունների հենց գիշերն եմ կանխատեսել, որ մոլդովական մոդելը կիրառվելու է Հայաստանում։ Դա ակնհայտ էր մի կողմից Մոլդովայի քաղաքական համակարգի հետ ինչ-որ նմանություններ Հայաստանը ուներ, մի կողմից ակնհայտ է, որ Եվրամիության բյուրոկրատիան մի հատ էլեկտորալ ավտորիտարիզմի մոդել է մշակել, որը իր սատելիտ ռեժիմներին, այսպես ասենք, առաջարկում է, դրա փորձարկումը առաջին տեղի ունեցել Ռումինիայում, երբ որ առաջի փուլում ջախջախիչ հաղթանակ տարած թեկնածուն Ջորջեսկուն կեղծ հիմնավորումով դուրս դրվեց ընտրություններից, ընտրությունները չեղյալ հայտարարվեցին, իբր Ռուսաստանից Ջորջեսկուի ֆինանսավորման մեղադրանքով, հետո պարզվեց, որ որևէ հիմնավոր փաստարկ չկա։ Մոլդովայում ավելի փափուկ տարբերակ կիրառեցին, դա ինչ է մոլդովական մոդելը, դա ֆիլտրումների համակարգ է, երբ որ կամայականորեն Ռուսաստանի հետ կապի պատրվակով ընտրություններից դուրս են թողվում ընդդիմադիր կուսակցություններ, երբ որ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում այս կամ այն դիտորդական առաքելության նկատմամբ, եւ վերջապես պրոպագանդիստական կամպանիա իշխանության կողմից վարվող, երբ որ բոլոր ընդդիմադիրները ամենքը կապվում են Ռուսաստանի հետ մի խոսքով, եւ այնպիսի տպավորություն է, որ մտածածին ռուսական հիբրիդային պատերազմ կա, իշխանությունները դերոսաբար պայքարում են դրա դեմ։ Հենց երևի սրանով է, չէ՞, պայմանավորված վերջին շրջանում այդ հիբրիդային պատերազմի մասին խոսակցությունների ակտիվացումը։ Նաև դրանով է պայմանավորված, որ նույնիսկ հակաեկեղեցական պայքարում Նիկոլ Փաշինյանը ռետորաբանության շեշտադրում փոխեց, եթե հիշում եք կուսակրոնության ուղղով սկսեց, բայց հիմա ավելի շատ կաթողիկոսին մեղադրում են, օրինակ ինչ-որ ավագ լեյտենանտի զեկույցներ ներկայացնելու հարցում, ոչ կանոնիկ վիճակ ստեղծելու հարցում, այսինքն նույնիսկ այդ հակաեկեղեցական կամպանիան հարմարացվել է այդ նարատիվներին։ Հիմա նույնիսկ երեք էսա թոշակային տարիքի մասին խոսելիս Արսեն Թորոսյանը հիշատակեց հիբրիդային պատերազմի մասին, ասաց, որ այդ արշավում են այդ արշավի շրջանակում։ Հիմա ամեն ինչը դրա հետ են կապելու, անձրևը, քամի, ձյունը, ամեն ինչը։ Հիմա դուք ասում եք ԿՊ-ն առաջատար է, այո, բոլոր սոցիոլոգիական հարցումներով առաջին հորիզոնականով գնում է ԿՊ-ն, բայց մի կարևոր բան եք մոռանում ասել, որ բոլոր լուրջ սոցիոլոգիական հարցումներով մնացած ընդդիմադիրների ձայների հանրագումարը գերազանցում է ԿՊ-ի ձայներին։ Այսինքն դա բոլոր լուրջ սոցիոլոգիական հարցումները, որոնց ես ծանոթ եմ, նման պատկեր ունեն։ Հետևաբար, առանց այսպես կոչված արտաքին աջակցության ԿՊ-ն հաղթել չի կարող։ Այս դեպքում արտաքին աջակցությունը ինչ է, ԿՊ-ն ըստ էության պիտի դիմի կեղծիքների, մոլդովական սցենարի նման, Եմն դա խրախուսի եւ ֆինանսապես, եւ արձագանքի իմաստով, եւ այսպես կոչված ժողովրդավարությունը ողջունելու կամ խրախուսելու համատեքստում։ Այսինքն ամբողջ տրամաբանությունը կառուցվում է դրա վրա։ Հետևաբար Հայաստանում պետք է սպասել, որ սկսելու են ֆիլտրել, օրինակ, որ ընդդիմադիր կուսակցությանը թողեն մասնակցի, որին չէ։ Այս կամ այն ընդդիմադիր տեխնացուների դեմ կարող են քրեական գործեր հարուցվել, այսինքն այդ մոլդովական մոդել կոչվածը ռեպրեսիայի շատ հարուստ զինանոց է ենթադրում, միություն չի։ Ասում եք ո՞նց սրա դեմը առնցվի։ Ընդդիմության հակահարվածը, որը պետք է։ Այո, շատ պարզ մեխանիզմ գոյություն ունի, պետք է հասարակության սուբյեկտությունը մեծացվի եւ շեշտը դրվի նրա վրա, որպեսզի ընտրություններին ավելի մեծ թվով ընտրողներ մասնակցեն։ Սա կանխելու միակ ձևը դա է, այսինքն, եթե օրինակ
Մինչև 1 միլիոն 100,000 մարդ մասնակցի ընտրություններին, այս մոդելը իշխանությունը հաջողությամբ կկիրառի։ Օրինակ, եթե ընտրողների թիվը 1 միլիոն 300,000-ը գերազանցի, որևէ մոդել Նիկոլ Փաշինյանին փրկել չի կարող, եւ նրա իշխանության վերարտադրության պլանը կձախողվի։ Իսկ որպեսզի ընտրողների շատ ակտիվ մասնակցություն լինի ընտրություններին, դրա համար պետքա որպեսզի ընդդիմադիր 4-5 ազդեցիկ բևեռներից մեկը, երկուսը հասարակությանը իրենց վարքագծով, ծրագրերով, լիդերների խոսքով կարողանան հասարակության աչքերում այլընտրանք դիտվել։ Այսինքն հասարակության համար համոզիչ լինի, որ այս ուժերը կարող են իշխանություն փոխել։ Միակ ձևը հասարակության հետ արդյունավետ աշխատանքը, հասարակության ակտիվության ապահովումն է։ Այլ ձև չկա, որովհետև մոլդովական մոդել կոչվածը ենթադրում է իշխանության ահագին մեծ ծավալով ռեպրեսիվ գործողություններ, ճնշումներ, ֆիլտրումներ, դրան միայն քաղաքական խոսքով առանց հասարակական սուբյեկտության մեծացման հնարավոր չէ հակազդել։ Դուք տեսնում եք նման պոտենցիալով ուժեր Հայաստանում։ Գիտեք, եթե այս վիճակով խոսենք ընդդիմության մասին, ես էլ եմ ընդդիմադիր կուսակցության ղեկավար, սա ինքնակնահատություն ընդունեք, այնպես չի որ ուրիշների մասին եմ միայն խոսում։ Այս պահին ընդդիմադիր ջանքերը բավարար չեն։ Ակնհայտ է, այդ եթե ինքնագնահատական շատ անկեղծ տանք, չենք կարող շատ ոգևորիչ գնահատականներ տալ։ Ես չեմ էլ ուզում այդ տրամաբանությամբ գնանք, բայց դերևս մենք 6-7 ամիս ժամանակ ունենք եւ ժամանակը ամենևին էլ քիչ չի, եթե մենք որոշենք այդ հնարավորությունները արդյունավետ օգտագործել։ Պարզ է, շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։